այսպիսի ենթադրություններ կան, որ Չինաստանը օգնել է Իրանին հոպի համակարգեր մատակարարել ժամանակակից, Ռուսաստանը օգնում է հետախուզության առումով, թիրախները գտնելու գործով օգնում է, իր արբանյակային հետախուզությունն է օգտագործում, բայց դա ուղղակի կարծիքներ են, դա պետք է ստուգվի, այդպես է թե ոչ։ Դե հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները օգնում են ուկրաինացիներին գտնել Ռուսաստանի թիրախները, իհարկե Ռուսաստանը կարող էր նույն բանը անել, այդ նույն ծառայությունը մատուցել Միացյալ Նահանգներին Իրանում, դա հնարավոր է։ Ռազմական առումով Միացյալ Նահանգները իհարկե կարողացավ ջախջախել նավատորմը, Իրանի նավատորմը եւ հոպի համակարգերի մեծ մասը եւ բալիստիկ հրթիռների այն համակարգերը, որոնք նա օդից կարողացավ գտնել, բայց խնդրեմը այն է, որ Իրանը շատ հրթիռներ թաքցրել է գետնի տակ գտնվում են բունկերներ, մեծ խորավորության վրա, խորքի վրա եւ այնտեղ մի քանի 100 մետրի հարց է, այսինքն այսպիսի բունկերները օդից խոցելը շատ դժվար է լինելու եւ ակնհայտ է, որ Իրանը իր բանակը կազմակերպել